Բարև սիրելիս, բարև Էնեա։ Մենք նոր ենք բաժանվել իրարից, բայց հասցրել եմ կարոտել քեզ։ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում առաջնախաղ է։ Հանդիսատեսի դատին են հանձնում Եվգենի Շվարցի իր կնոջը նվիրված սովորական հրաշք ներկայացումը։ Երազանքներ ու հավատ, որ դրանք հրաշքով կիրականանան։ Մարդկային էության սուր գծեր ու սոցիալական տարբեր հարցեր միահյուսվում են մեկ ստեղծագործության մեջ, կերտելով սիրո հեքիաթային պատմություն։ Ինչու հրաշք, ինչու սովորական հրաշք, թվում է թե հակոտնյա չէ այս երկու երևույթները սովորական եւ հրաշք, եթե սովորական ուրեմն պետք է հրաշք չլինի, եթե հրաշք ուրեմն պետք է սովորական չլինի։ Այսինքն համադրել է Շվարցը երկու երևույթներ, որոնք ըստ էության անհամադրելի են։ Ստացվում է այնպես, որ հրաշքները հենց մեր կողքին կարող են ապրել, գոյատևել մեր կողքին, հրաշքները կարող են լինել մեր կողքին ու մենք դա չնկատենք եւ պարզ մարդկային փոխհարաբերությունների մեջ, պարզ մարդկային զգացմունքների մեջ կարելի է փնտրել ու գտնել այն հրաշքը, որի անունը սեր է։ Ներկայացման մեջ թատրոնի դերասաններից բացի ներգրավված են նաև Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի ուսանողները։ Բայց ես բոլորովին չնեղացա։ Այս կազմի ներգրավումը նոր շունչ, նոր երակ է բերում մեր թատրոնին, որովհետեւ այնուամենայնիվ մենք բոլորս բոլոր ոլորտներում զգում ենք թիկունքից եկող շնչառության կարիքը, զգում ենք նոր ասելիքի, նոր խոսքի կարիքը եւ բացի այն, որ իրենք թարմություն են հաղորդելու մեր թատրոնին, մեր ներկայացմանը, իրենք սովորելու այստեղ շատ բան ունեն։ Դերասան Էլֆիկ Զոհրաբյանը սովորական հրաշքի այլ բեմադրություններ է դիտել, ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան թատրոններում, ասում է աբելյանցիների մոտեցումը տարբերվող է, ռեժիսորը պիեսին նոր շունչ է տվել։ Ես չեմ հավակնում թատերագիտական այսպես վերլուծություն անել, բայց արտահայտչամիջոցները նոր են, իսկ թեման սերն է եւ կրկին անգամ ապացուցում ենք, որ սերն է իմաստավորում կյանքը։ Եվգենի Շվարցի սովորական հրաշք պիեսի բեմադրության մեջ ինձ բախտ է վիճակվել խաղալու կառավարիչ նախարարի կերպարը։ Շատ արդիական է իր գույներով, բնավորության հատկանիշներով, օրինակ հանճարեղ տող ունի, ասում եմ, այսօր օրինակ տեսա թիթեռ է թռչում, գլխիկը փոքր, անուղեղ թևիկներով թռ հիմարություն, տեսարան այնպես ազդեց ինձ վրա, որ վերցրի ու թագավորից 200 ոսկի յուրացրի։ Ընդհանրապես ներկայացման բեմադրության ոճը տարբերվում է մյուսներից, որովհետև այսպես ռեժիսորը որոշեց այսպես կտրուկ փոփոխություն անել, իհարկե մի քիչ դժվար էր ադապտացվելը, բայց կարծում եմ ստացվեց եւ շատ լավ, բավականին հետաքրքիր անձնավորություն այս մեծահասակների հեքիաթում որպես թագավոր եւ ընդհանուր ներկայացման մեջ բավականին այսպես կոմիկական կերպար, որը պատահաբար դարձել է թագավոր, որովհետեւ ժառանգություն է ստացել, ուզում էր թե չէր ուզում եւ հաշվի առնելով այդ հանգամանքը այնքան էլ չի տիրապետում թագավորական որոշ դետալներին, բայց ուզում է թագավոր լինել։ Ես կասեի ինքը ավելի շատ թագավոր աշխատում է, քան կա։ Թատրոնում հույս ունեն հրաշքներով լի նոր ներկայացումը կդառնա հյուրախաղային եւ առաջիկայում կներկայացվի նաեւ հանրապետության մյուս մարզերի հանդիսատեսին։ Սերինե Սերոբյան, Թերեզա Հայրապետյան, լուրերի համար։